Ուրեմն մի օր Հիսուսի աշակերտները այդ ամեն ինչից հետո երբ որ Հիսուսը խաչվեց, հարություն առավ, ամենավերջում իր համբարձվելուց առաջ Հիսուսի աշակերտների մոտ մի հատ հարց էր մնացել։ Եկան Հիսուսի մոտ, ասացին. «Տեր, բայց Իսրայելի թագավորությունը երբ ես հաստատելու, հիմա թե հետո»։ Մեր խոսքով ասած, մեր երկրի վիճակը ինչ ալնելու։ Ծանոթ հարց է, հա։ Մանավանդ այս ժամանակներում շատերը, բայց մեր երկրի վիճակը ինչ ալնելու։ Այս քաղաքական թոհու բոհը, շատերը տագնապի մեջ են, ասենց չգիտեմ, ճնշված, վախի մեջ։ Ու Հիսուսը նենց մի հատ լավ պատասխանեց։ Կային կարդամ։ Նրանք էլ, այսինքն Հիսուսի աշակերտները մեկտեղ գալով հարցնում էին իրեն ու ասում էին. «Տեր, Իսրայելի թագավորությունը այս ժամանակին նորից պիտի հաստատես։ Մեր երկրի վիճակը երբ պետք է հաստատես եւ այլն»։ Հիսուսը ասեց նրանց. «Ձեզի չի վերաբերվում ժամերը եւ ժամանակներ իմանալը, որը Հայրը իր իշխանության մեջ դրեց»։ Ասեց ձեր գործը ձեզի չի վերաբերում ժամերն ու ժամանակները, որովհետև էդի Հայրը իր իշխանության մեջ է դրել։ Այն ինչ որ այս երկրի վրա կատարվում է, Հայրը իր իշխանության մեջ է դրել։ Էդ իր գործն է, ձեր գործը չի ասում, ձերի չի վերաբերվում։ Ինքը գիտի ինչ է անում, վստահեք իրան, թողեք իրան այդ գործը։ Ու մի խառնվեք իրար, մի տագնապեք։ Հայրը իր իշխանության մեջ է դրել, այն ինչ որ երկրի վրա կատարվում է։ Բայց շարունակում ասում է. «Բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ժամանակ զորություն պիտի առնեք ու ինձի համար վկաներ պիտի լինեք Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչեւ երկրի ծայրերը»։ Ձեր գործը այն է, ինչ որ երկնքից է գալի, ինչ որ երկնքում է, ինչ որ երկրի վրա կատարվում է, Հայրը իր իշխանության մեջ դրեց, ձեզի չի վերաբերում, ասում մի խառնվեք դրան։ Այդ ձերը այն է, ինչ որ երկնքից է գալի, բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ժամանակ զորություն կառնեք ու իմ վկաները կլինեք։ Այս սա է ձերը։ Սրանով հետաքրքրվեք, սրանով ապրեք։ Էսի ոնց որ ասես մխիթարություն, որ չխառնվեք, Հայրը գիտի ինչ անում։ Թողենք իրան, վստահենք իրան, այ մենք փնտրենք այն ինչ որ երկնքից է գալի։ Ու որպեսզի փնտրենք ինչ որ երկնքից է գալի, այդ ուղղությամբ էլ մի ուրիշ տեղ եմ ուզում կարդամ։ 132 Սաղմոսում նայեք ինչ հետաքրքիր Դավիթ թագավորը բան է ասում։ Աստիճանների երգը։ Ուրեմն Դավիթին սիրուին ով Տեր, հիշիր Դավիթը եւ նրա բոլոր նեղությունները, որ երթում արեց Տերոջը եւ ուխտ դրեց Հակոբի զորավորին, ասելով. «Իմ տանս բնակարանը պիտի չմտնեմ ու իմ փրած անկողնի վրա պիտի չելնեմ, իմ աչքերին քուն եւ արտևանունքներին նիրհում պիտի չտամ, մինչև Տերոջը համար մի տեղ գտնեմ, Հակոբի զորավորի համար բնակարան։ Չեմ քնելու, չեմ հելի անկողնի մեջ, մինչև Տերոջը համար մի տեղ չգտնեմ, Հակոբի զորավորի համար մի բնակարան»։ Գիտես չէ որ դու ես իր բնակարանը։ Քո կյանքում, քո ներսում Տիրոջը համար բնակարան։ Էսի ամենակարևոր գործն է։ Քան այս գործը չես արել, չքնես, աշկերիդ քուն, արտևանունքներուն նիրհում չտաս, քանի այս ամենակարևոր գործը չես արել, քանի ինքը ստեղ բնակարան չունի, ոչ թե հյուրանոց կամ ինչ որ գա գնա, այլ բնակարան, բնակվելու տեղ, որ գա ու մնա։ Էդի Աստծո ամենայն վերջնական նպատակն է քո կյանքում, քո համար, որ դու լինես իր բնակարանը, գա ու մեկանա քո հետ, գա ու քո մեջ ապրի։ Ահա նրա վրայով լսեցինք Եփրաթայի մեջ եւ նրան գտանք անտառի դաշտերի մեջ։ Էս էլ հետաքրքիր է։ Մի ուրիշ տեղ փնտրում են, բայց գտնում են անտառի դաշտերի մեջ։ Մտնենք նրա բնակարանները ու երկրպագություն անենք նրա պատվանդանի մոտ։ Նրա բնակարանները մտնենք, որտեղ է նրա բնակարանները։ Մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ։ Մտիր, լսել եք այն արտահայտությունը, որ ասում են, ես ինձնից դուրս եկա ու մի հատ վատ բան արեցի, այ քեզնից դուրս որ գալիս ես, վատ բան ես անում, մտի
նրա բնակարանները մտի դուրս մի արի, նրա բնակարանները մտի ու երկրպագի, եթե դու Աստծո տաճարն ես, Աստծո տաճարի մեջ պետք է Աստված բնակվի, Աստված փառավորվի ու երկրպագություն լինի, մտնենք նրա բնակարանները ու երկրպագություն անենք նրա պատվանդանի մոտ, քու հանգստությանը տեղ ելիր, ով Տեր, դու ու քու զորության տապանակը, քու հանգստությանը տեղ ելիր, ով Տեր, թող քո կյանքը, քո սիրտը լինի նրա հանգստության տեղը, ոչ թե նրա տառապանքի տեղը, որ նա գա, ասենց իրան անհարմար զգա, ասենց կեղտոտ մեղքերի կողքին, այլ որ նա գա ու քո կյանքում հանգստություն գտնի, իր հանգստության վայրը ելիր, Տեր, հելիր քո հանգստության վայրը, այդ ժամանակ քահանաները արդարություն հագնեն եւ քո սուրբերը ցնծան, փառ Տիրոջը, այսի նորից եմ ուզում կրկնեմ, սա ամենակարևոր գործն է, որ Աստծո համար տեղ գտնես, Աստծո համար բնակարան, մինչև այս գործը չանես չհանգստանաս, թող Աստված օրհնի ձեզ։ Եկեք կանգնենք։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված, քո խոսքի համար, որ մեզ ցույց է տալի, որ մեզ Տեր իմ Աստված առաջնորդում է, որ մեզ սովորացնում է Տեր, թե որտեղ գտնենք քեզ, որտեղ փնտրենք ու գտնենք քեզ։ Շնորհակալ եմ Տեր, որ դու չես ասում քո երեսը մեզանից, որ դու միշտ Տեր հայտնում ես քո փառքը, որ դու միշտ Տեր դու ես փնտրում մեզ ու որ մեր սիրտներ քեզ փնտրի Տեր։ Դիր մեր սրտի մեջ Սուրբ Հոգի քո ծարավը, որ մենք միշտ գանք քո հետևից ու բացենք մեր կյանքի դուռը, որ դու բնակվես ու երբեք չթողնես քո տաճարը, որ միշտ քո տաճարից երկրպագություն լինի ու դու փառավորվես։ Ամեն։